հիմա չի կարողանում հաշվարկել իմ կարծիքով արտաքին գործուն, այսինքն ռուսները իրենց ինչպես կպահեն, Իրանը ի վերջո իրեն ինչպես կպահի։ Այսինքն ճիշտ եմ հասկանում, պարոն Հակոբյան, որ ինքը մտավախություն ունի, որ իր տեխնատության շուրջ չկա այն կոնսենսուսը, որ միգուցե կար 2021-ին։ Ոչ թե միգուցե կար, այլ կար 21-ին, ավելին ձեզ ասեմ, նույնիսկ 18-ին կար այդ կոնսենսուսը, այս կամ այն չափով, 21-ին հաստատ ավելի կուր էր։ Հիմա կասկածներ ունի։ Հիմա ինքը ոչ թե կասկածներ ունի, ինքը իհարկե ներքին համոզվածություն ունի, որովհետև ինքը շատ լավ ինֆորմացված է շատ դեպքերում, ինքնախաբեությամբ չեմ կարծում, որ ինքը այտենց այդ աստիճան զբաղվում է, ուղղակի տեսեք, հիմնական գործոնները այս տարածաշրջանում, որոնք կարող են ազդել պրոցեսների վրա, դա Ռուսաստանը դեռևս պարզ չի ինչպես իրեն կպահի, որովհետև մի կողմից բավականին հանգիստ են վերաբերվում կարծես թե ամեն ինչին, բայց մյուս կողմից ինչ որ սիգնալներ կան եւ տնտեսական առումով, տնտեսական որոշակի այդ սանկցիա չանվանենք, բայց ինչ որ բաներ քայլեր արվում է, չէ, որոնք շատ նման են պատժամիջոցներին, հա, հիմնականում Ռոսպատրեբնadzorի մակարդակով։ Մյուս կողմից Իրանը մի կողմից հայտարարում է, որ մեզ համոզեցին, որ այդ ճանապարհը Միացյալ Նահանգների մասնակցությամբ մեզ վնաս չի, բայց մենք հետևում ենք, այսինքն ասում են մեզ հավաստիացնում են, բայց մենք չենք հավատում, այսինքն ինչ վարքագիծ իրենք կդրսևորեն։ Մյուս հաջորդը Միացյալ Նահանգները։ Միացյալ Նահանգները տվյալ պարագայում դա գերտերություն է, որը հսկայական քաղաքական, աշխարհաքաղաքական բնականաբար գործոն է, բայց մեր տարածաշրջանում ֆիզիկապես ներկայացված չեն։ Եթե ներկայացված են Թուրքիայի միջոցով են ներկայացված լավագույն դեպքում։